Մեդիագրագիտություն, անձնական տվյալների պաշտպանություն, առողջ ապրելակերպ, Արտադրության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնն իրականացրել է անչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման ծրագիր։ Ծրագրում ներգրավվել են Երևանի, Գեղարքունիքի և Լոռու 9 դպրոցների 12-ից 16 տարեկան աշակերտները։ Այս դպրոցի ուսուցիչները անցել են վերապատրաստումներ, որից հետո աշակերտներին են փոխանցել իրենց ստացած գիտելիքները առցանց տիրույթում տարածված հանցագործությունների և դրանցից պաշտպանվելու վերաբերյալ։ Վերջնարդյունքում աշակերտները ներկայացրել են նախագծեր, որոնք անդրադառնում են թվային անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, մեդիագրագիտությանը և առողջ ապրելակերպին։ Իմ խմբում ներգրավված էր մոտավորապես 24 աշակերտ, իհարկե տարիքային խումբը մոտավորապես 8-րդ և 7-րդ դասարանի աշակերտների մասին է խոսքը։ Շատ կարևորում եմ այս տարիքային խումբը որպես թիրախային համարելը։ Ամբողջ նախագծի ընթացքում երեխաները ձեռք բերեցին գիտելիքներ, ինչպես կողմնորոշվել համացանցում, տարբերակել ճիշտ և սխալ ինֆորմացիան, վտանգավոր ինֆորմացիաները, ինչպես նաև ծանոթանալ իրենց սեփական իրավունքներին։ Աշակերտները նախագծում ներգրավվել են կամավորության սկզբունքով, կատարել են խմբային աշխատանքներ, իրականացրել հարցումներ, ստեղծել վիդեոպատմություններ։ Նախագծի սկզբում մենք տեղեկություն հավաքեցինք սոցիալական ցանցերից, օրինակ կենտրոնային անհավասարության օրինակներ անեցինք, ցույց տալով, որ սոցիալական ցանցերը լի են այդպիսի օրինակներով, արդյունքների հիման վրա կազմեցինք գրաֆիկներ եւ վերլուծեցինք արդյունքները։ Աշակերտներին ըստ պատասխանատուների այս հմտությունները պետք են, որպեսզի չդառնան մեր օրերում տարածված առցանց հանցագործությունների զոհ։ Ծրագրին մասնակցել է 432 աշակերտ։ Արտադրության նախարարությունից վստահեցնում են, այն կունենա շարունակական բնույթ, հնարավորություն տալով ավելի մեծ թվով աշակերտների ստանալ մեդիագրագիտության վերաբերյալ կարևոր հմտություններ։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։